8 ամիս առանց դադարի երկերտ գրաֆիկով ու մինչև ուշ երեկո շինարարներն աշխատեցին թիվ 19 հիմնական դպրոցում։ Շենքի կապիտալ վերանորոգումն արդեն ավարտված է։ Ներսում ու դրսում շինտեխնիկայի աղմուկ այլևս չկա։ Մասնաշենքերում մաքրման աշխատանքներ են։ Վարպետ շինարարները մոտ 10 օր առաջ են հիմնանորոգումն ամբողջությամբ ավարտած շենքը հանձնել դպրոցին։ Շենքի հին պատերից ու կույքից ոչինչ չի մնացել։ Եվ բակի հատվածը, եւ շենքի հատվածը, այսպես ասած, միայն նույնիսկ մնացել էր միայն դրսի պատերը։ Մնացած ամբողջ միջև տանիք հիմնանորոգված է լիարժեք ու բարձր որակի շինարարություն է իրականացված։ Երկհարկանի շենքը 2004 թվականին է վերակառուցվել շինթերություններով ու հատկացվել 19-րդ դպրոցին։ 20 տարվա մեջ 20 ու ավելի անգամ կոսմետիկ նորոգումներ են արվել, բայց շենքային պայմանների խոշոր խնդիրները միշտ մնացել են։ Դպրոցաշինության մեծ ծրագրով ոչ միայն շենքի հիմնանորոգում է կատարվել, նաև 385 աշակերտ ունեցող դպրոցը նոր կույքով է ապահովվել։ Կահավորված է բակը, նույն ձևով բոլոր կաբինետները, լաբորատորիաները, ֆիզկուլտուրայի դահլիճը, հանդիսությունների դահլիճը դպրոցի ամբողջը լիարժեք հիմնանորոգված ու կահավորված է ժամանակի պահանջներին համապատասխան։ Հունիսից շինարարություններ, իսկ սեպտեմբերից աշակերտությունն ու ուսուցչական կազմը դասերն անում են թիվ 15 դպրոցում։ Մասնաշենքերից մեկն է իրենց տրամադրության տակ։ 2 հերթով են դասերն անում փոքր հարմարեցված տարածքում։ Այն ինչ ժամանակավոր է, հարմարվելը հեշտ է։ Հիմա բոլորն են օրերը հաշվում, թե երբ են վերադառնալու իրենց դպրոց։ Ոչ թե երկհերթ, այլ երկրորդ հերթով սեպտեմբերից Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոցում են դասերն անում թիվ 9 հիմնական դպրոցի աշակերտները։ Մուտքի դռան մոտ ժամը 14:30-ից այսպիսի խառնաշփոթ է։ Ավագ դպրոցի աշակերտության տուն գնալու ժամանակն է, իսկ թիվ 9 հիմնական դպրոցում սովորողների համար դասերի մեկնարկի ժամը, որը ձգվում է մինչև 19:30։ Սեպտեմբերից այս գրաֆիկն է այստեղ։ Հուլիսից սկսված շինարարությունը թիվ 9 դպրոցում սպասում էին, որ եռահարկ շենքի գոնե մեկ հարկում շուտ կավարտվի եւ հնարավոր կլինի այդ հարկում դասեր կազմակերպել, բայց աշխատանքների մեծ ծավալի պատճառով նախատեսումները փոխվեցին։ Սկզբից կար առաջի հարկ, երկրորդ հարկ, հետո որոշեցինք, որ խառնաշփոթ պետք է լինի, որովհետեւ մի կողմը թևը բացենք, մի կողմը փակենք, առաջի հարկը ցեխ է, աշխատանքներին խոչընդոտեն, որոշեցինք, որ արագ կարգով շենքը լիովին հանձնեն, նոր երեխաները կան նոր դպրոց։ Հիմա բոլոր հարկերում աշխատանքներն ավարտված են, դասասենյակները, միջանցքները մաքուր են։ Պատուհան, աշակերտական գույք, սանհանգույց եւ ջեռուցման համակարգ։ Հին ոչինչ չեն տեղափոխել վերանորոգված դպրոց։ Դպրոցի 280 աշակերտի համար սեղան աթոռները մաս-մաս ստանում են, միջանցքներում հավաքում ու դասավորում դասասենյակներում։ Հատիկ սա ամեն դասասենյակները հավաքվիկը մենակ մեր 5 գույքը, որոնք լաբորատորիայի գույքն է, այդ մեր գույքն է մնացել, թե մնացած գույքը, բոլոր գույքերը նոր գույք է, այսինքն 5 գույք չունենք ստեղ։ Հիմնանորոգման, վերանորոգման, գույքի նորացման ընթացքում գտնվող Գյումրիի 15 դպրոցներից գրեթե բոլորում շինարարությունն ավարտված է։ Մի մասը մասնակի կամ լիարժեք դասապրոցեսը կազմակերպել է։ Դպրոցներից մի քանիսն էլ նախատեսում է փետրվարի վերջին վերսկսել դասերը վերանորոգված մասնաշենքերում, իսկ այս տարվա 2026 թվականի հիմնանորոգման եւ վերանորոգման ծրագրերում նախատեսվում է մարզից եւս 10 դպրոց ընդգրկել։ Ցանկը Շիրակի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության բաժինը հստակեցնում է։ Մարինե Տերբինյան, Վահագն Վարագյան, Հորիզոն։